Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, պիտի անկեղծանամ ու ասեմ, որ գիտեք, երբեմն լինում են շատ ասելիքներ, որոնցից չես իմանում որը ասես, ինչպես ասես, առավել եւս որ ինչ-որ սցենար էստեղ նստած չեն գրում, ամեն ինչ գնում է այսպես ուղակի դիտելով համացանցում եւ զգալով տրամադրությունները այդ ուղությամբ ու համապատրաստից ու հանկարծ այնքան ինֆորմացիա լինում, այնքան իրավիճակները իրար հետ սերտ աճած են լինում, որ չես իմանում որից սկսես, որը թողնես, եւ իրականում տվյալ հաղորդումից անձամբ մեկ ես նույնպես երբեմն դժգոհ եմ մնում։ Եվ լինում է նաեւ հակառակը, երբեմն ստացվում է, որ ոչինչ տեղի չունենում, ասենք օրինակ օգոստոսի կեսերին ինչ որ բան տեղի չի ունեցել ու պետքա միևնույնն է 40 րոպե ազատ շփումը կազմակերպել, նույնպես դժվարությունների ենք հանդիպում, երբեմն լավ է ստացվում, երբեմն ոչ։ Սա ինչու ասեցի հանուն անկեղծության, որովհետև երեք որոշ գործողություններ եկան ու հասան իրենց տրամաբանական կուլմինացիային, զարգացմանը եւ այնքան տեղեկությունները հախուռն լցվեցին դաշտ եւ գումարած այս ամեն ինչին տարածաշրջանային հարցերը անվտանգային, որ երեք ամբողջ օրը եւ գիշերը շարունակվել են, որ չես իմանում որն ավելի կարևոր կամ առաջնային, այն որ քննարկվում է արդեն, թե այն որը որ քննարկման է սպասում, թե այն որը դեռ քննարկել ենք, բայց կիսատ ենք թողել շարունակենք։ Այս մտքերը նույնպես խանգարում են համապատրաստից այդ զրույցը շարունակելուն։ Այնուամենայնիվ, բնականաբար, քանի որ մեզ համար չափազանց կարևոր է Հայաստանի անվտանգային, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգային իրավիճակը, եւ ասեմ ձեզ մեկը մյուսից առավել կամ պակաս չէ, որովհետեւ եթե պետության ներքին անվտանգությունը ապահով չէ, ապա անդոր չկա, ապա չի կարող հոգեբանական այնպիսի դրական իրավիճակ լինել, որ ցանկացած արտաքին անվտանգային խնդրի կարողանանք դիմակայել, հա, եւ նաեւ հենց դա է պատճառը, որ լինում են տարբեր ուժային կենտրոններից այս պարագայում Հայաստանում ներդրած որոշակի հրահանգ ովքեր որ գործողությունները որ վստահ կարող եք նել երբեք չեն կարող բխել Հայաստանի Հանրապետության շահերից։ Դրանք խուլիգանական խմբավորումներ են, որոնք սովորեն եղել այն կյանքին, այն Հայաստանին, որը միշտ ունեցել ենք եւ որը այլեւս կարելի ասել ահագին մի քանի տարի է ինչ չունենք։ Եվ այստեղ ես տեղին կհամարեմ մեր վաղեմի ընկերուհու գրառումը ընթերցելը բարոյախրատական կարծես ոճի մեջ, բայց այնուամենայնիվ այստեղից կշարունակենք։ Հայաստանը միշտ եղել է հայրենիք, բայց ոչ երբեք պետություն։ Հայերի համար պետություն եղել է Օսմանյան կայսրությունը, Պարսկաստանը, ցարական Ռուսաստանը, ԽՍՀՄ, բայց ոչ երբեք Հայաստանը։ Հայաստանը եղել է հայրենիք, որն ասոցացվել է ողբի, լացի, պատերազմի, ցավի, հերվից սիրելու, կենացներով սիրելու, ծիրանի, թութի, թթու լավաշի, բաստուրմի, սուջուխի, հաճարի, լավաշի, թելպանրի, Գեղարդ Գառնի Սևան հրապարակի ֆանտանների, Էջմիածնի մայր տաճարի, Մասիս Սարի ու Ծիծեռնակաբերդի ռսի փոքր աղբոր, հլու հնազանդի, խեղճի, փոքրի, ոչ մեկի կողմից հաշվի չառնվողի հետ, ուրիշ ոչնչի։ Ու երբ հիմա իրավիճակ է փոխվել ու փոխվում, երբ խաղալիքից խաղացող ենք դառնում, լսողից էլ ասող, երբ հայրենիքից պետություն հայրենիք ենք դառնում, որտեղ կացել կա հացել, երբ ուղում ենք ժողովրդի եւ պետության ողնաշարը ու ամեն ինչ ու ամեն մեկին իրենց անուններով կոչում, զարգանում, ուժեղանում ու դառնում ինքնուրույն, անկախ, բարեկեցիկ, դա դուր չի գալիս ոչ միայն Կրեմլին եւ նրա վարչություններին, այլ նաեւ նրա սապոգն ու կալոշը տասնամյակներ շարունակ լիզող, նրա տակը պառկող ռսակոց հայերին, ովքեր այնտեղից արձակած 30% Իսկանդերն են մեր պետության դեմ։ Ակաժներից մեծ օղ արեք, մենք պետություն ենք,
մեզ հետ ձեր գեղցի զրույցներն ու սպառնալիքները չեն անցնի։ Ու մի շատ կարևոր բան էլ, Հայաստանի Հանրապետությունը ամեն գյադու ապրելու ու խելքի բանը չէ։ Քրիստինե Վարդանյան։ Ահա, հենց այստեղից սկսենք, բայց արի ու տես, որ գյադաները որոշել են, որ իրենց խելքի բանն է եւ կարող են պետությունից վեր լինել, ինչ որ իրավիճակում, թելադրել պետությանը, սպառնալ պետությանը, ընդ որում սպառնալ թե փափուկ, թե կոշտ ուժի ցուցադրման մասին հայտարարություններ անելով եւ այդ ամբողջը 1 ժամվա ընթացքում։ Այո, դուք չեք սխալվում, 1 ժամվա ընթացքում։ Օրինակ Սամվել Կարապետյանը հայտարարում է, լսել եք երևի հայտարարությունը, իհարկե, որքան հանցագործ կա փորձում է մեր Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու հետ ետևում թաքնվել կամ տակ, ամեն մեկին ինչպես հարմար է, եւ եկեղեցին որպես ծխածածկույթ օգտագործել իրենց հանցավոր մտադրությունները իրականացնելու համար եւ եկեղեցու գահը զավթած, կաթողիկոսի գահը զավթած ոմն պիղծ ստացել է հրահանգներ, ով իր շուրջն է հավաքում բոլոր այս տեսակներն։ Այդ մասով շնորհակալ ենք, որովհետև տեսանելի են։ Գոնե տեսնում ենք ով է, ինչով է զբաղվում։ Բայց ասացեք ինձ խնդրեմ, այսօր ես ճեպազրույցներ էի դիտում, ուզում եի հասկանալ, մեր լրագրողները միտումնավոր չեն հասկանում, թե իսկապես տենց անհասկացող են իրենք, որ պետությունը բարձր է անձերից։ Որ հարց են տալիս, թե բայց Սամվել Կարապետյանն ինչ էր ասել էր ես եկեղեցու կողքին եմ։ Սամվել Կարապետյանը չէր ասել ես եկեղեցու կողքին եմ։ Սամվել Կարապետյանը սկսել էր խոսքը այդպես եւ ավարտել էր նրանով, որ եթե քաղաքական գործիչները այս հարցը չլուծեն, մենք մեր ձևով կլուծենք։ Հիմա եկեք հասկանանք Ռուսաստանի Դաշնությունում մոտ 3 միլիարդ կարողություն ունեցող Հայաստանի հեծերի սեփականատերը, երբ ասում է, ընդ որում հանցագործ որոշակի կլանի ներկայությամբ, երբ ասում է մենք մեր ձևով կլուծենք, ինչ կարող ենք հասկանալ սրա տակ։ Իհարկե մեր շատ սիրելի լրագրող Նարեկը ասում է, դե գուցե մոմավառության մասին էր խոսում։ Ես կուզեմ, որ իսկապես Նարեկը այդքան բան լինի, որ տենց բաների հավատա, այդքան մաքուր լինի, այդքան լավատես լինի, այդքան բարին տեսնի մարդկանց մեջ ու հավատա այդպիսի մոտեցմանը։ Տեսնենք։ Պետությունում հարցերը մեր ձևով լուծելու մասին մոռացեք։ Դա ոչ մեկի չի թույլատրվի, չի կարող թույլատրվել, որովհետև այստեղ արդեն ես հետո Փաշինյանի հրապարակումները տեսա, բավականին բուռն, այո, չեմ մերժի, ինչ որտեղ կոպիտ, ինչ որտեղ ուղիղ, գուցե շատերը բացասական բան տեսնեն այդ գրառումների տակ, գուցե դրական, ես չգիտեմ, այնուամենայնիվ վատա, որ հասել է դրան, բայց լավ է, որ գնում է ամուր այդ քայլերով, որովհետև այստեղ չնայած են ֆեյքերին ու որոշ Հայաստանում թշնամիներ փնտրողների գրառումներին, այն որ բայց հենց ինչ որ մտել են, ծալապակասներ կային որոշ, ասեմ ձեզ հետևյալը, 3 Նիկոլ Փաշինյանը պաշտպանում էր պետությունը, ոչ թե իր անձը, պաշտպանում էր պետությունը ու պաշտպանում էր հանցավոր կլաններից, ովքեր որ ցանկանում են վերադարձնել իրենց կարգերն ու համակարգերը, որպեսզի միշտ ինչպես որ լուծել են իրենց ձևով, շարունակեն այդպես էլ լուծել իրենց ձևով։ Եվ սա պետք է հասկանալ, եւ այս իմաստով ես կարծում եմ, որ ցանկացած մեկը անկախ իր քաղաքական հայացքներից, անգամ կուսակցական պատկանելությունից,
Պիտի կանգնած լիներ պետության կողքին։ Օրինակ Հայաստան դաշինքի որոշ падգամավորներ, որ վազել ու հասել էին Տաշիր Սամոյի տուն։ Մի հատ ձեզ հարց տամ, Աղվան Վարդանյան, Գեգամ Մանուկյան, Գառնիկ Դանելյան։ Դուք սատարում եք պետության մեջ հարցերը այլ ձևով լուծելու միտքը։ Դուք կարծում եք, որ այո, պետությունը պետք է վերածել այնպիսի մի բանի, որտեղ ով ուժեղ է, ֆինանսական առումով, թիկունքների առումով, ուրեմն այդպես հարցերը լուծի, ինքն էլ լուծի, այսինքն դուք դեմ եք արդարադատությանը, դուք դեմ եք պետականությանը, երեք։ Մի հատ կարող եք իմանալ երեք Սամվել Կարապետյանի ինչն եք աջակցում։ Հին ընկերական կապերը, հին տարատեսակ գործարքները, ինչը կոնկրետ։ Սա հարց է, որը գոյություն ունի, եւ դուք պարտավոր եք պատասխանել, որովհետեւ հանդիսանում եք падգամավորներ, որքան էլ որ դա ինձ տհաճ է, հիշելը անընդհատ, բայց դուք падգամավորներ եք։ Եվ մեր բոլորից падգամավորներ եք, հետո ինչ ձեզ չեմ ընտրել։ Հետո ինչ ես չեմ հասկանում ձեզ զայն տվողներին, բայց դուք մեր բոլորից падգամավորներն ենք, ինչպես որ վարչապետը բոլորիդ վարչապետն է։ Երեք վարչապետը պաշտպանում էր պետությունը։ Եվ սարսափելի էր տեսնել որոշ անողնաշարերի մեջը մտած ինչ-որ բաներ գրելուց։ Դուք պատկերացնում եք, որ ասենք օրինակ, քանի որ Միացյալ Նահանգներից էլ ինչ-որ շշուկներ կային, հատկապես տենց մի քիչ զարգացած երկրներում ապրող հայրենակիցներին եմ դիմում։ Դուք պատկերացնում եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարցերը լուծեր ոչ թե Թրամփը կամ պետական ապարատը, որքան էլ որ դուք կարող եք օրինակ Բայդենին ընտրած լինել, Թրամփին չսիրել, հա, նենց չի իմ աչքի լույսն է, բայց ոչ թե պետական դեմոկրատներին կներեք Բայդենին չէ, բանը, որքանով համաձայն կլինեք, որ ոչ թե պետական համակարգը հարցերը լուծողը լիներ, այլ լինեին գանգստերական խմբավորումները ամենատարբեր, մեքսիկական, սևական, ինչու ոչ, հայկական էլ կա, ռուսականը հատկապես ուժեղ է հյուսիսային հատվածում, եւ ասենք լավ փող ունեցողները, ընդ որում կասկածելի հարստացածները։ Դուք դա նորմալ կվերաբերվեք, դուք կգնայիք ապրելու Միացյալ Նահանգներ, չէ։ Նույնը Եվրոպայում ապրողներին է վերաբերվում։ Պետությունից վեր բան կա այն երկրներում, որտեղ որ դուք ապրում եք։ Ես կարծում եմ, որ այն երկրներում, որտեղ որ չեն ապրում հայերը, այ հենց այդտեղ կա նման բան, կամ նման բաներ։ Դրա համար էլ չեն գնացել ապրելու, վտանգավոր է։ Որովհետև այդտեղ գործում են քմահաճույքները, ոչ թե իրավունքը։ Հիմա եկեղեցու կողքին, ցանկացած մեկ ես չգիտեմ, ես կարծում եմ այսպես, որ եկեղեցին պաշտպանողը պիտի պաշտպանի եկեղեցին աղտոտումից, եկեղեցին աղտոտված է։ Տեսեք, ես ինչ սկսել եմ խոսել, իսկապես ես աչքս ընկավ մի Տիկին Դալակյանն էլ այս մասին գրել էր, ու իսկապես ինձ մոտ էլ այդպես է, ես ինչ սկսել եմ խոսել, ընդ որում ես նախանցյալ տարի նույնպես խոսում էի ու այդ ժամանակ նույնպես ինֆորմացիաներ գալիս էին, բայց հիմա դուք նկատել եք ես մոտ 2 շաբաթ է, գրեթե ամեն օր սրա մասին խոսում եմ, ու ինչ սկսել եմ խոսել, ինձ նույնպես մարդիկ են կապվում, հիմնականում փակ էջերով խնդրելով, որ անուն չնշվի եւ այլն, ուղարկում են ամենատարբեր ինֆորմացիաներ այս կամ այն եկեղեցականի մասով։ Ու գիտեք, իսկապես զզվելի է ընթերցելը, ուր մնաց է դրանք հրապարակելը։ Զզվելի է պարզապես։ Ու պետությունը, որպեսզի չհարվածի եկեղեցուն, շատ թեթև
մեղադրանքներն առաջ քաշել ըստ քրիստոնեական մոտեցման, ոչ թե ըստ հանցագործությունների։ Քրիստոնեական մոտեցման ամենափոքր մեղադրանքը, ասում է, եթե ունես երեխա, չես կարող լինել կաթողիկոս։ Ուրիշ բան չի ասում։ Հավատացեք, եթե ինձ է գալիս այսքան ինֆորմացիա, պատկերացրեք, որ հազարապատիկը հիմա այնտեղ է։ Ու եթե դուք պաշտպանում եք եկեղեցին, ապա դուք ինքներդ այս պարագայում որքան էլ որ իշխանության հետ չունեք, միևնույնն է այս մասով պիտի պաշտպանեք եկեղեցին ուզուրպատորներից։ Դե իհարկե Սամվել Կարապետյանը դուրս կգա Կտրիչ Ներսիսյանին պաշտպանելու, որովհետև մոտ 30 միլիոն դոլար է ծախսել, ոնց հասկանում եմ, Էջմիածնի մայր տաճարի վրա, չնայած տարբեր թվեր են ասում, 12 միլիոն են ասում եւ այլն։ Եվ այնտեղ կնոջ հետ նկարը պիտի պատին կախված լինի, Սուրբ Սամվելն է։ Առհասարակ այլ վայրերում ես տեսել եմ բարերարի մասին, այո, գրվում է պատին եկեղեցու, հենց դրսի կողմից գրվում է, թե բարերարն ով է եղել, ով է կառուցել, կամ մի խոսքով տվյալները գրվում են, բայց որ եկեղեցու ներսում պատվավոր վայրում նկարը կախած լինի այն էլ տիկնոջ հետ, սա մի քիչ այնքան էլ չէ, քրիստոնեաբար կամ եկեղեցի, կարող է չի արգելվում, բայց ամեն դեպքում կներեք, մտնես մայր տաճար, ձախի վրա կամ աչի վրա տեսնես օլիգարխի նկար, այն էլ ռուսաստանցի, այլ երկրի քաղաքացի։ Էլ մոն վառելը կգա այդ եկեղեցի, իմ մոն վառելը չի գա։ Եվ իհարկե եկեղեցին էլ երեք պիտի Սամվել Կարապետյանին պաշտպաներ։ Սա հենց այդ հանցագործ խումբն է, որոնք որ ինքնալյուստրացված ապրում են։ Մենք երբեմն հեղափոխությունից հետո հատկապես շատ էինք պահանջում լյուստրացիա, բայց խնդրեմ ինքնալյուստրացված նստած են, էլ ինչ է լյուստրացնենք։ Ասենք օրինակ, շատ ինֆորմացիաներից ամենաթեթևներից մեկը, ասենք երկրաշարժի ժամանակ մարդիկ ասում են, խոսում են 88 թվականին Կտրիչ Ներսիսյանը, երբ դեռ կաթողիկոս չէր բնականաբար, բայց եկեղեցական էր, երկրաշարժին օգնություն եկած դեղերը չէր արգրավել ու ձեռի տակից վաճառում։ Իսկ կարող եք ասել, որ նման բան չի եղել կոնկրետ մարդու աչքերի մեջ նայելով։ Ասեմ ավելին, հոմոսեքսուալիստական դրսևորումներ են եղել հենց եկեղեցու ներսում։ Դուք չուլանացված բառից եք նեղվել, ու ձեզանից շատերը ախր տեղյակ են։ Ինձանից ավելի տեղյակ եք։ Չես հասկանում եմ, որ վախ կա խոսելու դրա մասին, բայց այնուամենայնիվ կամ հանկարծ մեկ էլ դաշնակցականները հիշում են, որ թուրքը մեր թշնամին է, ու ես երեք հրապարակել էի, հին ֆոտոներ են, վաղուց կային դրանք, բայց երեք մի հատ թարմացնելու համար բոլորիս հիշողությունը հրապարակել էի։ Ուրեմն 20-21 թվականներն էր, եթե չեմ սխալվում, Գորժ Գայլերի ներկայացուցիչներից մեկը եկել էր հրապարակում, նկարվել էր իրենց հայտնի նշանով։ Ես հիշում եմ, թե միանգամից ինչ կատարվեց ամբողջ համացանցում։ Դե բնական է, չէ, որ այդ մարդուն դիմավորել են, ասել են մի հատ sense բան արա, որ նկարենք, որովհետև դժվար թե Գորժ Գայլերի ներկայացուցիչը տենց հայ հետևորդներ ունենա, ովքեր ամառավոտի ցիրիկում սպասում են, որ ինքը մի բան հրապարակի ու իրենք տեղադրեն, էլի։ Սրանք սա տեսեք, Նիկոլը բերեց, լցրեց, թուրքերին եկել են արդեն, ուրա մեր ԱԱՑ-ն, Գորժ Գայլերը եկել կանգնել, sense նկարեն, ինչ ասես խոսեցին։ Հետո այդ նույն անձնավորության նկարը, այդ նույն անձնավորությունը պարզվում է, դրանից շատ առաջ նկարվել է նաև Գարեգին B կաթողիկոսի հետ, Կտրիչ Ներսիսյանի։ Նկարվել է վարչապետ
Տիգրան Սարգսյանի հետ իր ժամանակին։ Այդ ժամանակ այս թուրքը երևի թուրք չէր։ Դե հասկանալի է։ Կարժնաթար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, եւ ինչու ես սա հիշեցի։ Որովհետեւ որքան որ ես տեղյակ եմ, թուրքերի հետ եւ թուրքերի համար նաեւ զենքի առևտուր է եղել։ Դամասկոսի ներկայացուցիչներից, նրանց շրջապատից։ Էլի չեմ ցանկանում մարդկանց հավելյալ նյարդայնացնել, դրա համար ես ամեն ինչի խորքը չեմ մտնում։ Ու հանկարծ մեկ էլ մարդիկ կան, որ զարմանում են, որ կաթողիկոս կոչեցյալը Սամվել Կարապետյանին է, Տաշիր Սամոյին է պաշտպանում, նա նրան, հետո այստեղ հավելյալ դաշնակներն են հանկարծ սատարում, հանկարծ, չգիտեմ, ինչքան հայակվե, մայակվե, սենց բաներ կան, բոլորը հանկարծ սատարում են, բա այստեղ եկեղեցին չի պղծվում, չի աղտոտվում, ումից եք պաշտպանում, եկեք ես ձեզ մի բան կարդամ։ Վարչապետի գրառումներից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրում է. Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված իր կանոնադրության մեջ հաստատում է, որ իր կանոնագիրքը իրավական ուժ ունի եկեղեցու պաշտոնյաների եւ հավատացյալների համար։ Կանոնագրքում առաքելական երկրորդ կանոնների կանոն Ig-ում ասվում է, մեջբերում, եպիսկոպոսը կամ երեցը կամ սարկավագը, եթե պոռնկության մեջ կամ երթմնազանցության կամ գողության մեջ բռնվեն, կարգալույծ լինեն, մեջբերման ավարտ։ Քանի որ կանոնագիրքը օրենք է, նաև իմ հավատացյալիս համար պարտավոր լինելով առաջնորդվել կանոնագրքով, ընդգծում եմ, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանը պոռնկացել է եւ համաձայն Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու վերը նշված կանոնի պետք է կարգալույծ լինի։ Իդեպ նմանատիպ բովանդակությամբ կանոնները բազմաթիվ են, ես մեկն եմ մեջբերում, չծանրաբեռնելու համար։ Վերը նշված արարքով նույն անձը նաև երթմնազանց է եղել, որովհետև կուսակրոնության ուխտը ստանձնելիս հայտարարել եւ ստորագրել է նույնաբովանդակ ուխտագիր կուսակրոն քահանայության, որտեղ ասվում է. մեջբերում. Ես Արշակ Աբեղա Խաչատրյանս, օրհնությամբ Աստծու եւ կամոք ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդհանուր կուսակրոն քահանայության կարգը, Փրկչի իշխման Սուրբ Սեղանի առաջ խոստանում եւ ուխտում եմ, սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս, ապրել առաքինի կյանքով ու պարկեշտ վարքով, մեջբերման ավարտ։ Այսինքն այդ անձը խախտել է նաև Փրկչի իշխման Սուրբ Սեղանի առաջ իր արտասանած եւ ստորագրած կուսակրոն քահանայության ուխտագիրը եւ հետեւաբար պետք է կարգալույս լինի նաև երթմնազանցության հիմքով։ Հիմա այս հարցերին հետամուտ լինելով ես պայքարում եմ ընդդեմ եկեղեցու, թե պայքարում եմ հանուն Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների։ Ես եկեղեցու դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների։ Իհարկե դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ եւ պայքարում եմ հանուն Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու ու նրա հավատավոր հոտի, որի հավատարիմ անդամն եմ։ Հիմա այստեղից հարց է ծագում, այն Չալաբյանից սկսած, Տաշիր Սամոյից վերջացրած։ Դուք ուխտադրուժներին եք, երթմնազանցներին եք պաշտպանում, թե եկեղեցին։ Եվ գիտեք, գիշեք երևի մի շաբաթ առաջվանից, 10 օր առաջվանից ասում եմ, որ սա ազգային անվտանգային հարց է, որովհետև հարցը միայն
կաթողիկոսի գահը զավթացը չէ, հարցը այն պատկանելությունն է, որը որոշակի կազմակերպության պատկանելությունն է, որը ուղղորդվում է կոնկրետ կետից եւ որի պատասխանատուն Կիրիենկոն է։ Ֆաս հրամանը տրված է։ Եվ հիմա Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմադրի ու դիմակայի։ Եվ այս դիմադրության դիմակայության մեջ լավ կլինի, որ մեր քաղաքացիները իրենց ներքին ատելությունը մի կողմ դնեն եւ պետականասիրության զգացումով առաջնորդվեն։ Տեսեք, տարրական հասարակ բան ասեմ։ Ես այդ պատմությունը պատմել եմ, որպեսզի չկրկնեմ, ընդհանուր միտքը ասեմ։ Եթե իմ օրինակ Քոչարյանի ժամանակ կամ Սերժի ժամանակ օտար երկրներից որ երկիրն ուզում է լինի, որևիցե մեկը Քոչարյանին կամ Սերժին թթու բառ ասեր, ես այնպեսի մեկ բողոքի ալիք կբարձրացնեի, որ ասելու չի։ Չնայած որ հենց իրենց նախագահելու շրջանում ես միշտ մասնակցել եմ բոլոր տեսակ ակցիաներին, ընդդեմ նրանց եւ միշտ նրանց համարել եմ հանցագործ։ Ես ատել եմ այդ համակարգը միշտ։ Բայց օտար ազգի ներկայացուցիչը թող փորձվեր հանկարծ նրանց բան ասեր։ Որովհետև դա իմ խնդիրն է։ Դա ոչ մեկի գործը չի ու ոչ մեկի թույլ չի տա, որպեսզի չափերն անցներ։ Որովհետև դա իմ պետության մասին է։ Դա վատնա, բայց իմ ունեցած վատնա։ Քո գործը չի դու միջամտի, պատկերացնում եք։ Հիմա 3 Տաշիր Սամոյի ձերբակալումից հետո ռուսական ալիքներում բում եղավ մի հատ, պայթյուն։ Զախարովաներից սկսած, Սալավյովներից վերջացած, ամենակոպիտ բառապաշարով անդրադարձան երկրի ղեկավարին, մեր ժողովրդին նես մի հատ կոչ էին անում, բան էին անում, ու գիտեք ամենավատը որն է, որ դրա տակ ես տեսնում էի հայերի, արմիաշկեկի, ում ատելությունը այնքան է կուրացրել, ընդ որում արհեստական լցրած, որ նրանք կողմ էին եւ լայքում էին Սալավյովի այդ հայտարարությունները, ինչ-որ սրտիկում էին, ինչ-որ անգամ տակը բաներ էին գրում, դուք հասկանում եք, դուք ինչքան եք իջել, դուք հասկանում եք, որ դուք արդեն ոչ մի տեղ եք, վերջ, որ դուք արդեն գոյություն չունեք, ոչ որպես հայ մարդ, ոչ որպես պետության քաղաքացի, դուք դա ընկալում եք։ Եվ բացի դա, թույլ տվեք զանգվածային լրատվամիջոցի օգնությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության դեսպանին։ Մենք պահանջում ենք, որպեսզի թե Սալավյովը, թե Զախարովան եւ թե հենց դու հրապարակային ներողությունով հանդես գաք հայ ժողովրդի առաջ, Հայաստանի պետության, հայ եկեղեցու, հայկական եկեղեցու եւ հայ ժողովրդի հանդեպ նման կեղտուտ, խոսույթ, մանիպուլատիվ արտահայտություններ հրապարակելու համար, այն էլ նման ինտոնացիայով ու նման ատելության բանով, սպառնալիքային զգացողություններով։ Մենք դա պահանջում ենք եւ հավելյալ ցանկություն չկա, որպեսզի աղմուկը ավելի մեծանա ու դեսպանատունը շրջափակվի մեծ քանակով ժողովրդով։ Կարծում եմ դուք դա գիտակցում եք։ Վարկյան առաջ ներողություն պիտի խնդրեք։ Եվ եթե Սալավյովան նմանների կարծիքով հայկական եկեղեցին, հայաստանյան առաքելական եկեղեցին, այն եկեղեցին է, որտեղ որ իրենք կարող են ունենալ ներդրված կագեբեիշնիկներ, իսկ մենք էլ պիտի գնանք նրանց աչը համբուրենք, չափազանց սխալվում եք։ Թող իրենց կագեբեիշնիկներին հավաքի տանի իր հաղորդմանը հյուր, ինչքան ինչից ուզում են թող խոսեն ու այլևս երբեք Հայաստանի Հանրապետություն բառը շուրթերից չարծարծեն։
Ու մի հատ հարց ունեմ։ Քանի որ ես սա ուլտիմատումով չեմ ասում, ժամանակներն են այդպեսին եղել, բնական է, որ մեկը մյուսին փոխանցել է, եւ որոշակի ազդեցություններ, պատմական իրավիճակներ, հանգամանքներ բերել են նրան, որ ստացվում է, որ Ռուսաստանում քրիստոնեության տարածումը ունի հայկական ակունք, աղբյուր։ Հիմա եթե Սալավյովի պատկերացումով քրիստոնեությունը այնա, ինչ որ մենք այստեղ խոսում ենք, ինչը որ հիմա քննարկման ու քննադատության տիրույթում է, ապա ինչ ռուս ժողովուրդը ընդունել է հայերից հանցագործ արժե համակարգ որպես պաշտամունք։ Սա հարց է, որը սենց հռետորական հարց է, որը թող մնա օդում։ Տեսնենք ինչ կստացվի սրա հետ։ Եվ այո, ձեր փասափուսեկին հավաքեք տարեք ձեզ մոտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ամեն գյադի ապրելու տեղ չի։ Նայում եմ եղբայրը նստած է, ահագին տղերք էին հավաքվել, անձնապես չեմ ճանաչում, հնարավոր է շատերը շատ լավ մարդ լինեն, ես ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, մարդիկ որոշել են իրենց աջակցությունը հայտնեն, իրենց բարեկամին կամ ընկերոջը եկել են, իրենց գործն է, այստեղ ասելիք չունեմ։ Բայց երբ որ Հայաստանի Հանրապետությանը կամ Լեռնային Արցախին անհրաժեշտ էին տղերք, ուժեղ տղերք, դուխով տղերք, համարձակ տղերք, կներեք, դուք կայեք թե չկայեք։ Թե դուք զբաղված եք ինչպես հիմի ասվում է, Արցախի համար լիքը բան անելով։ Դուք գիտեք Հայաստանի եւ Արցախի համար ինչքան բան արել Սամվել Կարապետյանը։ Ինչքան։ Իսկ կարող է դուք ասեք ինչքան։ Լևոն Հայրապետյանը ամենաշատն էր արել, գլուխը կերան մի հատ արցախցի դուրս եկավ ոտքի կանգներ ու ասեր, «Էս ինչ եք անում իմ բարեր արել»։ Սամվել Կարապետյանն էդ ինչ արել, որ տեղյակ չենք եղել։ Ու գիտեք ինչ, այս բարերարությունն էլ պետք է որոշակի սահմանում ունենա, որովհետև կան բարերարներ, ովքեր բարեգործություն հնարավոր է անեն, հեռահար միտումով դրա նման անձնավորությանը կախվածության մեջ դնելու համար։ Հասկանում եք։ Ասենք օրինակ Գագիկ Ծառուկյանը բարեգործություններ էր անում եւ ամբողջ Աբովյանը գրավում։ Աբովյանում անգամ հեղափոխությունից հետո ընտրությունները այլ ընթացք ստացան։ Այդ մարդիկ ասում են, բայց գիտեք Ծառուկյանը մեզ ինչքան է օգնել։ Ես դրա համար է օգնել, որ դուք կանգնեք, ասենք ինքը մեզ շատ է օգնել, եկեք անընդհատ նրան վստահ տանք։ Եվ սահմանումը պետության չմբռնեք։ Հիմա դուք եք իրան ավելի շատ տվել, թե ինքը ձեզ։ Եթե պարզ հաշվարկները ցույց է տալիս, որ դուք եք նրան ավելի շատ տվել։ Նույնը Սամվել Կարապետյանի պարագայում, եթե ինչ-որ բան էլ արել է, ապա ցույց տամ ինչի համար է արել, որ երբ որ դուրս գա պետության դեմ, ունենա զինվորներ, ունենա պաշտպաններ, վահան օգտագործի իր համար, որովհետև երեք մի զազրելի, երեկվա այս սաղ գործողությունների ամենազազրելի հայտարարությունը եղել է սա, որը դատապարտելի է, խիստ դատապարտելի է, ես զարմանում եմ, այս նույն փաստաբանին ինչու չեն հրավիրել կամ ձերբակալել, տարել ուր որ պիտի տանեն։ Փաստաբան Ռոման Երիցյանն արցախցիներին կոչ է արել ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքվել նրա տան մոտ։ Հարգելի արցախցիներ, մենք չենք աջակցելու Սամվել Կարապետյանին, քիչ ունի մեզ համար արած, մեկ ժամվա մեջ շտապ հավաքվում ենք
Կոմիտասի եկեղեցու բակում եւ միասին քայլելով գնում հայ մեծ բարերարին թևակցելու գրել է նա։ Սրան չկա ձերբակալելու բան, չհասկացանք, Հայաստանը ասպատակությունների վայր է, ինչա, այս ամեն ինչը պարակտման մասին, չէ՞, այս արցախցիները ում դեմ էին գալու։ Սամվելին ումից էին պաշտպանելու, Հայաստանի Հանրապետությունից։ Դուք պատկերացնում եք, եթե սա ձեր մակարդակի մարդիկ, ովքեր շատ են, բայց հակառակ պատկերացում ունեցողները ընդունեին որպես սպառնալիք, ու մի 1000 հոգով իրանք էլ գային։ Ենթադրենք, առհասարակ այդպես լինում է, ու Արցախահայությունը բախվեր Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի հայերին։ Ես չեմ ուզում ուղղակի տարանջատել, բայց սա ասում եմ, որպեսզի ըմբռնելի լինի, որ ասում են հայաստանցի Ղարաբաղցի սեպ եք խրում, հիմա սեպի տեղը ձեզ ցույց տամ։ Ու բախում լիներ։ Վստահ եղեք, այդ բախման ժամանակ, եթե հանկարծ մի հոգի, միամիտ մեռներ, Հայաստանցի Ղարաբաղցի թշնամանքը պատրաստ ձևավորված կլիներ, թշնամանքը, ոնց որ Ղարաբաղցի ադրբեջանցի կամ հայաստանցի ադրբեջանցի, հա, այդ նույն ձևի թշնամանք, վստահ եղեք, եւ այդ թշնամանքը ձևավորելուն ինստիտուտներ կան, կոնկրետ Կիրիենկոյի կառավարության տակ, որ գնում են, աշխատում են այդ ուղղությամբ, որ դա տեղի ունենա, բայց սրան դատապարտ էլ չկա, սա ազգային անվտանգային խնդիր չի, սա ինչի ձերբակալված չի, սա վտանգ է, կոնկրետ վտանգ։ Իհարկե, այս թեմայով շատ հետաքրքիր գրառումներ կան, արված տարբեր քաղաքական գործիչների կողմից, իմ կողմից հարգված, որոնք ընթերցելու համար ժամանակը շատ քիչ է, բայց գիտեք ինչ, անգամ եթե շատ լիներ, դժվար թե ընթերցեի, որովհետև սա բոլորիս ըմբռնելունն է, սա որևիցե մեկը չպիտի ասի, ու դեն դիմացին էլ ասի, սենց, չէ, սա ամեն մեկս պիտի ընկալենք, նվաստացած է Հայաստանյաց առաքելական եկեղեցին, որովհետև 26-րդ տարին է գահը թափուր է, եւ արդեն մունաթով հրահանգներ են տալիս ռուսական հեռուստաեթերներից, տարածաշրջանում նման ֆոնի տակ, բոլորն են ուզում Հայաստանին ձեռք գցեն, վերցնեն ու իրանցով անեն, սա վստահ եղեք, եւ այս ամեն ինչի մեջ Հայաստանը կերտում է իրեն որպես պետություն, եւ այո, հանրությունը շատ շնորհակալ ու շատ երջանիկ կլինի, որ հեծը վերջապես ազգայնացվի, պետականացվի, նախ մենք կիմանանք, որ նման դեպքերում, եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում ու բողոքում ենք, ընթացք կստանան այդ բողոքները, կսկսեն բան լինել, համակարգվել, նախ կարծում ենք, որ որակը կբարձրանա, երրորդ դա ռազմավարական, ստրատեգիական կարևորության բան է, որը որ շատ ավելի լավ կլինի, որ պատկանի պետությանը, քան ինչ-որ մի երկրից ներխուժած հորդայի ներկայացուցչի, ով անձնական շահերից ելնելով կօգտագործի դա եւ քաղաքացիներին վնասելով, ու այս ամեն ինչի մեջ լավ էր նաեւ վարչապետի հայտարարությունը աշխատակիցների հետ կապված, որ
շարունակեք բարեխիղճ աշխատել եւ ովքեր բարեխղճությունը դրսեւորեն, հետագայում դա հաշվի կառնծվի։ Ինչով էր սա լավ, որովհետեւ կարող են հնչել սպառնալիքներ, ինչպես որ օրինակ նոյեմբերի 9-ից հետո, դրանից հետո մի քանի տարբեր շարժումներում թե հեծից, թե Գազպրոմից աշխատակիցներին բերում լցնում էին հրապարակները շատերին սպառնալիքով, որ եթե չգնաք գործից կհանենք։ Սա աշխատանքի իրավունքների խախտման, շահագործման շատ վատ դեպք է, որը որ այդպես էլ արձագանքի չարժանացավ։ Եվ հիմա կա մեծ հնարավորություն, որ այս աշխատակիցները կազատագրվեն ծիրաններից, բռնակալներից, եւ այլևս ճորթի կարգավիճակում չեն աշխատի իրենց աշխատավայրում, այլ պատվով կգնան աշխատանքի կգան եւ քաղաքական գործողություններին կմասնակցեն ըստ իրենց ցանկության եւ ոչ թե պարտադրանքով։ Այստեղ մարդ ուզում է ասի, եթե հաջողվեր նաեւ Գազպրոմը եւ հաջողվեր նաեւ ինչու ոչ Վիոլա ջուրը, սրանք բոլորը ստրատեգիական կարեւորության բաներ են, ապա կարծում եմ ահագին բան կընկներ իր տեղը։ Բայց բարդ է, տեսնում եք, թե մի գործողությունը իրականացնելու համար ինչքան քայլեր են անհրաժեշտ լինում եւ որքան ժամանակ։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։